Հակակոռուպցիոն կրթության շրջանակում 2026 թվականի մարտի 2-ին կոմիտեին այցելել Շիրակի մարզի մի շարք դպրոցների աշակերտներ, որի նպատակն էր վերջինների շրջանակում խրախուսել հակակոռուպցիոն մտածելակերպը և նպաստել պատասխանատու հասարակական արժեքների ձևավորմանը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և օրինապահ վարքագծի կարևորության մասին, ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից։ Հանդիպումների ընթացքում խոսում ենք կոռուպցիայի էության, դրա դրսևորումների, բացասական հետևանքների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման աշխատանքներում հասարակության ակտիվ ներգրավվածության մասին։ Եվ այստեղ հանդիպումների հիմնական նպատակը արժեհամակարգի ձևավորումն է երիտասարդների մոտ, որտեղ կլինի զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, որտեղ կբացառվի կոռուպցիայի նորմալականացումը, կբացառվի նաև լուռ համաձայնությունը կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Ասատրյանի դիտարկմամբ, երբ հանրության համար ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրական և շարունակական է, քաղաքացիների վստահությունը պետության և օրենքի նկատմամբ աճում է։ Այդ վստահությունն ըստ նրա հակակոռուպցիոն համակարգի ամրապնդման առանցքային պայմաններից է։ Նախագահի տեղակալն անդրադարձել է 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին, ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա կոմիտեի նախագահի կողմից սահմանված առաջիկա առաջնահերթությունները, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվել հակակոռուպցիոն կրթությանը որպես համակարգային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ուղղություն։ 2026 թվականի փետրվար ամսին հակակոռուպցիոն կոմիտեում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և աշխատանքների ամփոփման արդյունքներով կոմիտեի նախագահի կողմից արձանագրվեց, որ կա որոշակի առաջընթաց, սակայն այն ներկա մարտահրավերների համատեքստում դիտարկելիս պետք է աշխատանքը գնահատել բավարար, բայց ոչ լավ, և կոմիտեի նախագահան միևնույն ժամանակ ընդգծեց մի շարք խնդիրներ, որոնք առկա են, և նախանշեց այն մարտահրավերները, որոնք ներառվել են մեր աշխատանքային պլաններում, և այդ մարտահրավերների մեջ, առաջնահերթությունների մեջ, որոնք դրված են մեր առջև, առաջնային տեղ ունի նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող մի շարք միջոցառումները, որոնց մեջ առանցին տեղ ունի նաև հակակոռուպցիոն կրթությունը։ Ասատրյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ և կայուն պայքարն հնարավոր է հասարակության ակտիվ մասնակցությամբ, կարևորելով հատկապես երիտասարդների ներգրավվածությունն ու իրավագիտակցության բարձրացումը։ Կոռուպցիայի դեմ պայքարում կա երկու կողմ՝ պետությունը և հասարակությունը։ Պետության դերը այստեղ թափանցիկ, հաշվետվողական և արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումն է, իսկ հասարակության դերը ակտիվություն ունենալն է, վերահսկողություն իրականացնելն է պետական մարմնի ծառայողների նկատմամբ և պատրաստակամությունը զերծ մնալ կոռուպցիոն գործարքներից և դրանց մաս կազմելուց։ Կոռուպցիայի դեմ պայքարն արժեքային ընտրություն է, այն ենթադրում է մտածելակերպի վարքային փոփոխություն։ Աշակերտների հետ հանդիպումները կնպաստեն դաստիարակել ազնիվ, պատասխանատու քաղաքացիների, ովքեր կլինեն ակտիվ և պահանջատեր։ Այսօրվա հանդիպումը կարծում եմ, որ կնպաստի նրան, որ քաղաքացիներն ավելի իրազեկված կլինեն հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության մասին և վերջիններիս մոտ կբարձրանա նաև իրավագիտակցությունը, կարծում եմ, և կհասկանան, խոսենք, ինչպես նշեցի, կոռուպցիայի դրսևորումների մասին, խոսենք նաև դպրոցական միջավայրում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների մասին, խոսենք կոռուպցիայի նկատմամբ լուռ հանդուրժողականություն չունենալու և երբևէ այն չնորմալականացնելու մասին, և վերջիններս ավելի ազնիվ, պատասխանատու մոտեցումներ կունենան։ Հանդիպման ավարտին անցկացվեց բաց և աշխույժ հարց-ու-պատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հետաքրքրող հարցադրումներն ու կարծիքները, ձևավորելով կառուցողական և բովանդակային քննարկում։